Սիրաքի իմաստությունը 32 ողորմության մասին։ Ով պահում է օրենքը, նա բազմացնում է զոհաբերությունները, ով լսում է պատվիրանները, զոհ է մատուցում փրկության համար, ով ընտիր այլուր է մատուցում, շնոր է փոխհատուցում, եւ ով ողորմություն է անում, օրհնության զոհ է մատուցում։ Տիրոջը հաճելի է, որ մարդ զերծ մնա չարությունից, եւ մարդու համար քավություն է հեռու մնալ անիրավությունից։ Տիրոջ առջև ձենուն այն մի եղի երևա, քանզի այս բոլորը արվում է պատվիրանի համար։ Արդարի ընծան լիացնում է զոհասեղանը, եւ դրան ու շահոտությունը Տիրոջ առջև է։ Արդար մարդու զոհն ընդունելի է, եւ դրա հիշատակը չի մոռացվի։ Լիառատ աչքով փառավորիր Տիրոջը, եւ նրա համար մի պակասեցրու քո ձեռքի պտուղը։ Քո դեմքը թող զվարթ լինի ամեն տեսակ պտուղ եւ ընծա մատուցելիս, եւ ուրախությամբ ընծայիր տասանորդը։ Բարձրյալին տուր ըստ նրա տվածների եւ լիառատ աչքով տուր քո ձեռքի բարիքներից, քանզի Տերը հատուցող է եւ յոտնապատիկ կհատուցի քեզ։ Մի տուր կաշառքի նման, քանզի այն ընդունելի չի լինի։ Հույս մի դիր անարդար զոհի վրա, քանզի Տերը դատավոր է եւ նրա մոտ չկա աչառություն։ Նա կողմնակալ չէ աղքատի հանդեպ, եւ կլսի զրկվածի աղոթքը։ Անտես չի անի ոչ որբերի պաղատանքը եւ ոչ էլ այրու, երբ նա աղոթք է մատուցում։ Միթե արտածուկ չի իջնում այրու այտերից, եւ միթե նրա աղաղակը նրանց դեմ չէ, ովքեր արտասուք են թափել տալիս նրան։ Ով հոժարությամբ է պաշտամունք մատուցում, ընդունելի կլինի այն, եւ նրա խնդրածները կհասնեն մինչև երկինք։ Տառապյալի աղոթքները կանցնեն ամպերի միջով, եւ մինչև չմոտենան Աստծուն, չեն մխիթարի նրան, եւ չեն հեռանա մինչև բարձրյալը չայցելի։ Չդատի արդարությամբ եւ չհրապարակի վճիռը։ Տերը չի ուշանա ու չի հանդուրժի նրանց, մինչև չփշրի անողորմների մեջքը, վրեժխնդիր չլինի հեթանոսներից, մինչև չոչնչացնի թշնամիների բազմությունը եւ չփշրի անիրավների գավազանները, մինչև չհատուցի արդարներին ըստ իրենց գործերի եւ մարդկանց գործերն էլ ըստ իրենց խորհուրդների, մինչև չդատի իր ժողովրդին եւ իր ողորմությամբ չուրախացնի նրանց։ Բարեպատեհ է նրա ողորմությունը նեղության ժամանակ, ինչպես անձրևաբեր ամպը երաշտի ժամանակ։